Բարև սիրելիներս, գարնանային այս գեղեցիկ օրվա կապակցությամբ ուզում եմ ձեզ պատմել մի շատ գեղեցիկ պատմվածք մայրական ուժեղ սիրո և նվիրվածության մասին։ Ձեզ եմ ուզում ներկայացնել Հովհաննես Թումանյանի «Մայրը» պատմվածքը։ Սկսեցինք։ Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Այս դեպքից հետո ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր գարնանը ետ գալի ու նրա բույնը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Եվ գարունն էր բացվում, և մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարճ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։ Եվ ինչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երթիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու կարդում իրիկնաժամը։ Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բույնը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում կերակուր էր բերում իր ճուտիկին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կծում, կերակուր բերավ իր ճուտերի համար, ճուտերը ծլվլալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։ Այդ ժամանակ ինչպես եղավ, նրանցից մեկը գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից, բայց հենց այդ վայրկյանին, որտեղից որը դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։ Փիշտ, փիշտ վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից, նրա շուրջը թրթռալով կծահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը, և այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։ Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք երեխաներս մի փայտ առաջ պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։ Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մինն էլ տեսանք, հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք, մեռած ընկած է ծառի տակին։ Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այս գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։ Հա, այսպիսի հետաքրքիր հեքիաթ, սիրելիներս, ձեզ համար այս գարնանային օրը։ Իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել իմ ալիքին և սեղմել զանգակ կոճակը։ Ցտեսություն։